Հարությունյան երեք որոշ փաստաբաններ նշեցին, որ սպառնացել եք հոգևորականին, իսկ ուր է խոսքի ազատությունը այդ դեպքում։ Այդ մարդիկ փաստաբաններ չեն, նրանք քաղաքական գործիչներ են եւ ես համաձայն չեմ նրանց դիտարկումների հետ։ Ինչով է արտահայտվել իմ սպառնալը։ Օրինակ քաղաքական իշխանության ներկայացուցիչը թողեք հարցամ, քաղաքական իշխանության ներկայացուցիչը գնում է եկեղեցի եւ հարցերը փորձում պարզել քահանայի հետ իր տեսակետը հայտնելու համար։ Ոչ, ես քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել, ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը դեպ ոչ միայն քահանաները ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավորեն խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, ոչ թե Քոչարյանի եւ օլիգարխների շտաբում, Քոչարյանին եւ օլիգարխներին։ Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում եւ իդեպ կներկայանաք դուք ոտ լրատվամիջոցից եք։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Ով է ֆինանսավորում Արմատ մեդիան։ Երբ որ հաշվետվությունը լինի։ Չէ, բայց ինչ խնդիր կա։ Բայց ինչ խնդիր կա ասեք։ Հրաժարվում եք ասել։ Չէ, ես ուզում եմ իմանամ ում հետ եմ խոսում։ Ես էլ ասում Մամայա Արաքելյանին։ Չէ, նկատի ունեմ որ լրատվամիջոցի ներկա։ Չէ, ուզում եմ հասկանամ դա ինչ լրատվամիջոց է։ Կա որևէ մեկը այստեղ որ գիտի Արմատ մեդիան ում կողմից է ֆինանսավորված։ Չեք կարծում որ եթե խնդիր լիներ համապատասխան։ Ես չեմ ասում խնդիր կա թե չկա, ես ուզում եմ հանրությունը եւ մենք բոլորս իմանանք ով է ֆինանս, օրինակ ես գիտեմ TV5-ը ուղիղ կապի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բոլորը սա գիտեն եւ ամենայն հարգանքով նորմալ է դա, լավ է թող բոլորը իմանան։ Հիմա ես երբ որ TV5-ը օրինակ ինձ հարց է տալիս, ես գիտեմ որ այդ հարցը ինձ այդ թվում տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես ուզում եմ իմանամ, երբ որ Արմատ մեդիան է ինձ հարցը տալիս, ով է ինձ հարց տալիս։ Ռոբերտ Քոչարյանն է տալիս, Սերժ Սարգսյանն է տալիս, Սերժ Սարգսյանի փեսան է տալիս, թե ռուսաստանցի օլիգարխի թիմն է այդ ինձ այդ հարցը։ Դե երբ որ խնդրում եմ մի գոռացեք, խնդրում եմ մի բղավեք ինձ վրա, էլի։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Այլ հարցեր կան։ Այլ հարցեր։ Տեսեք, օրինակ, թվում է թե TV5-ի լրագրողն է սա ինձ ասում, բայց սա ինձ ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Խնդրեմ, հարգելի Փայլյան։ Մենք հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար չենք մղել, որ պարտվենք։ Ով է ասել նման բան։ Ով է ասել նման բան։ Ով։ Անուն ազգամ, ես այդպիսի բան չեմ ասել։ Ոչ ես, ոչ բոլորս այդպիսի բան չենք ասել։ 10 եպիսկոպոսներից մեկը, այսպես ասած, հետ քայլ է արել։ Սա ես չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Ձեր զրույցից հետո ինչպես Չգիտեմ։ Պարոն Ռուբինյան, Գյումրի 2 թույլ չտալու համար արդյոք իշխանությունը օրինակ կգնային ճանապարհով, որ որոշ ուժերի չգրանցի ընտրություններին մասնակցի։ Իշխող ուժը չի գրանցողը, եթե խոսքը ընտրությունների մասին է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչի մասն է խոսքը։ Եթե որևէ կուսակցություն եւ որևէ տեխնացու ոչ մի հակաօրինական բան չի արել եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին, ինչու չպիտի գրանցվի։